Տղամարդկանց դավաճանությունը հիմքը ավելի շատ սերական անբավարարությունն է, իսկ կանանց դավաճանությունը ավելի շատ էմոցիոնալ անբավարարություն։ Հնարավոր է մարդ կյանքի ընթացքում չդավաճանի, ես չեմ ասում, բայց հավանականությունը շատ քիչ է։ Առանց կնոջ դավաճանություն ինչպես կարող է լինել։ Ընդհանրապես տղամարդը ամենաշատ վախենում է իր սերականությունը կորցնելուց։ Եթե ուզում ես լավ ընտանիք ունենալ, առողջ ընտանիք ունենալ, հարաբերությունները նորմալ պահպանել, ուրեմն մտածիր քո ամուսնու առողջության մասին։ Մեր հաղորդման տղամարդ անձնակազմը միշտ բողոքում է, որ կանանցից ենք շատ խոսում։ Եթե տղամարդկանցից էլ խոսում ենք, իդեպ դուք մեր հոբելյանական առաջին տղամարդ հյուրն եք։ Կարող ենք մի բաժակ խմել դրա համար, լուրջ եմ ասում։ Մեր մոտ առաջին անգամ տղամարդ հյուր ընկալվում եւ իսկապես մեր տղամարդ անձնակազմի ներկայացուցիչները բողոքում են, ասում են շատ էս կանանց կանչում եւ միշտ կանայք խոսում են, պաշտպանում են կանանց եւ տղամարդկանց մասին վատ բաներ են ասում։ Դրա համար ես կարծում եմ այսօր այդ բալանսը կպահենք մենք։ Ես ինչպես միշտ կփորձեմ պաշտպանել կանանց, որովհետեւ ամեն դեպքում ես կին եմ։ Իսկ ձեզ ելի հետևորդներ ասեմ, որ ես Աննան եմ։ Դուք գտնվում եք Տաբուի YouTube-յան հարթակում եւ այսօր զրուցելու եմ բժիշկ, ուրոլոգ, տղամարդկանց առողջության տղամարդու առողջության մասնագետ, առողջապահության կազմակերպիչ Ռաֆի Ջանեցյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ ասեմ, որ քանի որ դուք տղամարդու առողջության մասնագետ եք, ես ձեզ գտել եմ, այսպես ասած, սոցիալական հարթակներում, հետևելով ձեր էջին, բավականին երկար ժամանակ, որտեղ դուք բավականին ակտիվ էիք, մինչև ձեր մասնագիտական գործունեությունից խոսելը, ինչպես որոշեցիք, որ այդ հարթակում էլ հանդես գաք եւ բավականին հետաքրքիր թեմաներով։ Նախ շնորհակալություն հյուրընկալության համար։ Ինձ համար էլ հաճելի է դեր տաղավարում հայտնվելը։ Ես շատ վաղուց եմ մտածել, որ սոցիալական հարթակը նույնպես կարևոր է եւ իմ կայքը, որը ստեղծել եմ urolog.am կայքը, կոնկրետ այդ նպատակին է ծառայում, այսինքն առաջին ուրոլոգիական հայալեզու հայկական կայքն է, որտեղ բոլոր խնդիրներին ենք անդրադառնում՝ տղամարդու առողջություն, կնոջ առողջություն, ուրոլոգիական խնդիրներ, սեռական առողջություն, ապրելակերպ, եւ դա իմ համար շատ կարևոր էր, որովհետեւ հայկական հայալեզու կայք ունենալ նամանավանդ մոտավորապես 15 տարվա վաղեմությամբ դա ինձ համար շատ կարևոր էր։ Իսկ ինչ վերաբերում է սոցիալական կայքերում կամ սոցիալական մեդիայում, բնականաբար դա էլ կարևոր է, ես դրան կարևորություն տալիս եմ մասնագիտությանս հետ միասին, այսինքն ոչ միայն այսպես ասած ժողովուրդը մի քիչ ուրիշ ձև են գալում, կան մարդիկ, որ ասում են բժիշկ բլոգերա կամ բլոգեր բժիշկա, ես փորձում եմ բնականաբար այդ բալանսը պահպանել, այսինքն իմ մասնագիտությամբ զբաղվելով հանդերձ միաժամանակ հանրային առողջության խնդիրներին այդ միջոցով անդրադառնում։ Եվ ասեմ ձեզ, որ դա բավականին կարևոր է եւ հետաքրքիր է եւ ինչու ինձ մոտ առաջացավ միտքը ձեզ հրավիրել, որովհետեւ բնականաբար ձեր բոլոր թեմաները կապված են ոչ միայն տղամարդու, այլ նաեւ կանանց հետ, որովհետեւ առանց կանանց տղամարդիկ իմ կարծիքով գոյություն չունեն։ Տարբերություն չդնենք էլի, այդպես տղամարդկին։ Դե ձեր մասնագիտությունից իրականում ուրոլոգ, անդրոլոգ, այսինքն ուրոլոգիան զբաղվում է տղամարդու եւ կնոջ ուրոլոգիական խնդիրներով, իսկ անդրոլոգիան կոնկրետ տղամարդու առողջության մասնագետն է։ Բնականաբար ես այդ երկուսին տիրապետում եմ եւ ինձ համար է շատ հաճելի է։ Տղամարդու խնդիրները առանց կնոջ խնդիրների չի լինում։ Եվ հակառակը կարելի է ասել, այնպես որ միասին են։ Ես այդ տարբերակումը որպես այդպես չեմ ուզում դնել։ Եվ ասեմ մեկ բան էլ, որ ձեր անունը ոչ թե մեր սովորական, ինչպես գիտենք, Ռաֆի գրվում է Ռ տառով եւ 1 ֆ-ով, այլ Ռ-ով եւ 2 ֆ-ով։
Ես այդպես եմ գրում, շատ մարդիկ զարմանում են, ասում են Ռաֆի, ասում եմ Ռաֆի հանգարտ չասես։ Ես Սփյուռքում եմ ծնվել, ապրել, մեր մոտ Ռաֆին կոշտրոյով երկու ֆեով է գրվում միշտ, եւ բնականաբար իմ անձնագրում եւ մնացած ամենտեղ կոշտրոյով է գրվում։ Լավ, այ հիմա անցնենք մեր խոսակցության բուն թեմային։ Ձեր պացիենտները ավելի շատ տղամարդիկ են, ճիշտ է։ Լավ հարց եք տալիս։ Մեծ մասամբ տղամարդիկ են իհարկե, բայց կանայք էլ կան։ Քանի որ ես նշեցի ուրոլոգիան իր մեջ ներառում է նաեւ Այո, բայց ես հարցնում եմ, որովհետեւ իմ հաջորդ հարցը անմիջականորեն կապ ունի հենց այդ տղամարդկանց սեգմենտի հետ։ Ես ասում եմ իմ անձնական տեսակետը, դուք որպես մասնագետ կարող եք ինձ ուղղել։ Ուզում եմ խոսել դավաճանություններից եւ ուզում եմ դժվար թեմա եք ընտրում։ Այո, հեշտ թեմա չեմ ընտրել, բայց շատ տարածված է ըստ իս։ Եվ ամեն անգամ երբ խոսակցություն է բացվում, ինձ միշտ տղամարդիկ հարցնում են, թե ինչու եմ ես շեշտում միայն տղամարդկանց դավաճանության մասին, չէ՞ որ կանայք նույնպես դավաճանում են։ Ինչ եք կարծում, ավելի շատ տղամարդիկ են դավաճանում, թե կանայք։ Բնականաբար համաձայն եմ, ինչ որ ասեցիք գիտական հիմքի վրա չէ, ես կասեմ գիտական հիմքի վրա է։ Բնականաբար այս ոլորտը հետազոտելը շատ դժվար է, այսինքն եթե դուք փորձում եք աշխարհում գտնել նման հետազոտություններ, կան, բայց քիչ են, այսինքն որ մի տղամարդը պետք է օրինակ, ասենք Հայաստանում կամ, չգիտեմ, նման երկրներում ստատիստիկ տվյալներով ինչպես կարող ես հավաքել, շատ դժվար է հավաքելը, բայց կան գիտական տվյալներ, ձեր ասածը շատ ճիշտ է, տոկոսային հարաբերությամբ մոտավորապես այսպես է, 20-ից 25% տղամարդկանց դավաճանությունները տոկոսային հարաբերությամբ այդքան է կազմում, իսկ կանանց դավաճանությունը 10-ից 15% մոտավորապես։ Բայց ձեզ պետքա մի փոքր տխրեցնեմ, որովհետև կան նաև տվյալներ, որոնք խոսում են կանանց տոկոսի բարձրացման մասին։ Իհարկե նորից եմ ասում, այս տոկոսները, որ շեշտում ենք, դա ոչ թե Հայաստանի տվյալներ են, մենք չունենք տվյալներ, բայց կան նման գիտական տվյալներ կամ հետազոտություններ կամ հարցումներ, որոնք վկայում են, որ կանանց տոկոսն էլ է բարձրանում եւ նույնիսկ մոտենում է տղամարդկանց։ Լավ։ Ամեն դեպքում ուզում եմ հասկանալ, գոյություն ունի դավաճանության կամ անհավատարմության ինչ որ աքսիոմա կամ օրենք կամ, չգիտեմ, ձևակերպում, որ այսա համարվում է դավաճանություն, այսա չի համարվում դավաճանություն, որովհետև ինչքան մարդ ապրում է, հասկանում է, որ ամեն դեպքում կարող են կյանքում լինել ինչ որ պահեր, որ մարդը սայթաքի։ Բնականաբար կրոնը եւ օրենքները տվել են նման ձևակերպում կամ սահմանում, այսինքն եթե ամուսնացած եւ ամուսնական պարտավորություններ ունեցող զույգի մոտ արտաամուսնական կապը, բնականաբար դավաճանություն է։ Իսկ եթե ոչ ամուսնացած զույգ, դա մեր հասարակությունը կարող է տարբեր ընդունի, բայց բոլոր դեպքերում իրականում այն խոստումը, այն պայմանավորվածությունը զույգերի միջև որ կա, սիրո, մտերմության եւ նման խոստում, եթե դա այդ խոստումից դուրս է գալիս, բնականաբար դա դավաճանություն համարվում։ Չնայած քիչ առաջ դուք նշեցիք, որ ամեն դեպքում տեղի է ունեցել տոկոսային հարաբերության աճ, այսինքն կանանց դավաճանությունները ավելացել են, թույլ տվեք դրա հետ չհամաձայնել, բայց ամեն դեպքում ինչից է, որ մեր հասարակության մեջ հատկապես, ես գիտեմ ամբողջ աշխարհում է այս խնդիրը գոյություն ունի եւ վերջերս էլ վառ ապացույցը եղավ Coldplay-ի համերգի ժամանակ, մենք բոլորս ականատես եղանք, ամբողջ սոցիալական մեդիան պայթում էր զույգերի դավաճանության այդ թեմայից, բայց ամեն դեպքում Հայաստանում բավականին շատ է դա տարածված, ես էլի գիտական տվյալներ չեմ ասում բնականաբար, բայց բոլորս էլ ապրում ենք, գիտենք եւ տեսնում ենք ինչ է կատարվում։ Որն է պատճառը, որ այդքան լայն տարածում է գտել այդ ամուսնական դավաճանությունը։ Ինչն է խնդիրը հիմնական։ Մինչև խնդրին անդրադառնալը ես ձեզ իմ մասնագիտական կյանքից գործունեությունից այսպես օրինակներ տամ։
Բնականաբար, երբ որ տղամարդ պացիենտին պետք է հարցեր տանք եւ անամնեստիկ տվյալներ վերցնենք հիվանդության հետ կապված, բժիշկը պետք է հարցնի սեռական ինֆեկցիաներ կան կամ ոչ, ունեցել ես նախկինում կամ ոչ, հատկապես անպտղության խնդիրների, շագանակագեղձի հիվանդությունների եւ որոշ դեպքերում այդ հարցերը պետք է տանք։ Հավատացեք, իմ պացիենտների բնականաբար մեկ մասը ես զգում եմ այդ մարդուն այդ հարցը չպետք է տալ, որ արտահամուսնական կապ եղել է կամ ոչ, շատ դժվարությամբ եմ տալիս կամ երբեմն շատ հեռվից եմ գալիս, որովհետեւ ես չվիրավորեմ, որովհետեւ այդ հարցը շատ դեպքերում, որոշ դեպքերում նույնիսկ կարող է վիրավորի։ Եվ ունեցել եմ հիվանդներ, նման հիվանդներ, որ մի փոքր զարմացած, չէ, այսպես պատասխանը ոչ միանշանակ, ես կնոջս սիրում եմ, ես 20 տարվա ընթացքում չեմ դավաճանել, ես նման բան չկա իմ բժիշկ ջան, շատ ուրախալի փաստ է եւ բնականաբար կան հակառակ տվյալներն էլ, այսինքն ունեցել եմ դեպքեր ամուսնությունից 1 օր կամ 2 օր կամ 3 օր առաջ նույնիսկ սեռական ինֆեկցիայով ելքեր եղել են, այսինքն այդ հարաբերություններից։ Ինչ վերաբերում է պատճառների մեջ, այսպես տղամարդկանց դավաճանությունը հիմքը ավելի շատ սեռական անբավարարությունն է, ավելի շատ։ Սա նույնպես գիտական եւ ուսումնասիրված տվյալներ են։ Իսկ կանանց դավաճանությունը ավելի շատ էմոցիոնալ անբավարարության։ Այս մասին շատ մարդիկ անդրադարձել են, չգիտեմ, ձեր հաղորդման շրջանակում եղել են կամ ոչ, բայց հիմա մի հատ էլ ավելի հետաքրքիր փաստ ձեզ ասեմ, որ այդ դեպքում սովորաբար տղամարդը կնոջ ֆիզիկական դավաճանությունից շատ ավելի վիրավորանք եւ հիասթափություն եւ ծանր զգացողություն են ունում, իսկ կինը տղամարդու էմոցիոնալ դավաճանությունից։ Տեսեք, բնությունը շատ հետաքրքիր Ինձ թվում է հակառակն է։ Ոչ, այսինքն հասկանալի է, չէ՞, իմ ասածը, տղամարդը դավաճանում է սեռական անբավարարության հողի վրա, բայց կնոջ ֆիզիկական դավաճանությունը ինքը համարում է ամենածանրը իր համար եւ կինը եթե դավաճանում է էմոցիոնալ անբավարարության համար, իսկ իր ամուսնու էմոցիոնալ դավաճանությունը ինքը համարում է շատ ավելի ծանր։ Իսկ ինչ վերաբերում է պատճառներին, պատճառները բազմաթիվ են, այսպես եթե դասակարգենք կամ ընդհանրապես մոտենանք, նույնիսկ կարելի է այսպես ասել նեյրո հիմա կբացեմ փակագծերը, որպես բժիշկ ես այդ տերմինները պետք է օգտագործեմ կամ ընդհանրապես օգտագործում ենք նեյրոբիոլոգիական եւ հորմոնալ։ Ինչ է նշանակում նեյրոբիոլոգիական եւ հորմոնալ, այսինքն այդ դավաճանության ընթացքում հիմնականում տղամարդուն անդրադառնալով կնոջ մոտ էլ նույնն է կարելի ասել, մեր օրգանիզմում առաջանում են հորմոնային կամ նեյրոնային միացությունների ավելացում, ակտիվացում, որոնք բերում են հորմոնների պայթման, այսպես ասենք, պայթունի։ Դոպամինը օրինակի համար, որը պարգևադրման հորմոն է հանդիսանում, դոպամինի աճ է գրանցվում շատ, տեստոստերոնի աճ եւ նաեւ ստրեսի հորմոնի աճ է տեղի ունենում։ Այս հորմոնային պայթունը բնականաբար շարժում է մի շարք ռեակցիաներ օրգանիզմում, որոնք նույնիսկ հաջորդ պատճառին կարելի է մոտենալ գենային մակարդակով ավելի ճիշտ, կարող են դրդել դավաճանության, գենային մակարդակով։ Շատ բարդ մեխանիզմներ են, այսինքն միայն բացատրել, որ այս տղամարդը դավաճանեց կամ այս կինը դավաճանեց, դա այդպես չի, շատ բարդ մեխանիզմներ են։ Հիմնական մեխանիզմները, ինչպես նշեցի, հորմոնային, որոշ չափով գենային եւ բնականաբար սոցիալ, հոգեբանական պատճառներ եւ մենք ունենք հիմա հատկապես շատ հետաքրքիր մի տերմին կա, որը կոչվում է գիպեր դավաճանություն, այսինքն կոչվում է ավելի շատ այս մեր ինտերնետի եւ սոցիալական մեդիայի ակտիվության հետ կապված կա նման դավաճանության, այսինքն սայթերի, կայքերի եւ այդ
չաթերի միջոցով հնարավորությունը մեծանում է։ Կա մի հատ տերմին, որը կոչվում է նաև օֆիսային դավաճանություն, Աշխատավայրում։ այո, այսինքն աշխատավայրի հետ կապված Ծառայողական սիրավեպ։ այո, Ժամանակին այդպիսի ֆիլմ կար։ դա էլ խոսում է նրա մասին, որ պայմաններ են ստեղծվում դավաճանությունը իրականանալու։ Բայց ամեն դեպքում սրա հիմքում կա ինչ որ մի հոգեբանական նաև պահ, որի պատճառով ինչ որ բանի պակասի պատճառով մարդուն դրդում է այդ դավաճանությանը, սխալ եմ։ Չէ, տեսեք, սովորաբար հարաբերությունների անբավարարությունն է կամ հարաբերությունների զույգերի հարաբերության ոչ լավ հարաբերություններն են պատճառը դավաճանության, բայց ընդհանրապես եթե լավ հարաբերություններ ունեցող զույգեր են, իրար սիրում են, իրար համար գժվում են, նրանց մոտ էլ դավաճանության տոկոսը 0 չի կարող լինել, այսինքն հնարավոր կարող է լինել դավաճանության օրերից մի օր։ Եվ շատ հետաքրքիր բան էլ ձեզ ուզում եմ ասել, որ նաև տարիքային գործոնը դեր է խաղում, այսինքն երիտասարդների մոտ դավաճանելու, երիտասարդ զույգերի մոտ դավաճանելու ցուցանիշը շատ ավելի ցածր է, քան միջին տարիքի կամ ավելի մեծ տարիքում։ Դա բնականաբար դա էլ խոսում է նրա մասին, երբ որ ընտանիքում զույգերի միջև ժամանակի ընթացքում, տարիների ընթացքում կուտակվում են խնդիրներ աշխատանքային, երեխաների հետ կապված, կարիերայի հետ կապված, ֆինանսի հետ կապված եւ այս խնդիրները արդեն բերում են այն վիճակի, որ դավաճանություն պետք է տեղի ունենա։ Իսկ երիտասարդների մոտ մի քիչ ավելի քիչ է։ Էլի ձեր էջի ուսումնասիրություններից պարզվեց, որ դավաճանությունը կարող է ոչ միանշանակ ազդեցություն ունենալ, այսինքն կարող է ունենալ եւ դրական եւ բացասական ազդեցություն։ Օգուտ դավաճանությունից բնականաբար այսպես կոնկրետ չի լինում, բայց ինչպես ասացվածքը ասում է չկա չարիք առանց բարիք, ենթադրում եմ, որ սրա մեջ էլ կարելի է, եթե շատ ուզենք, եթե շատ լավատես լինենք, կարող ենք տեսնել լավ բաներ, ձեր ասած ինքնագիտակցության բարձրացում, այսինքն երբ որ զույգերը նստում, խոսում են, ասում են ինչի համար են դավաճանել, ում մոտ ինչն էր պակասում, սերական խնդիր, ինչն է սերական խնդրի հիմքը, եւ մի հատ էլ փաստ ձեզ ասեմ, իրականում զույգերի միջև զույգերը միշտ էլ անհավասար են լինում, այսինքն չի կարող երկու զույգ ունենան նույն սերական ցանկությունը, նույն սերական մղումը եւ նույն տեմպը, անհնար է։ Այսինքն պաստորեն ստացվում է, որ զույգերից մեկը միշտ ավել կարող է լինել։ Եթե մեկը ավել է լինում, մյուսը իր համար թերի է լինում կամ կիսատ։ Հետևաբար փնտրելու է, այսպես ասենք։ Այսինքն շանսը միշտ մեծանում է։ Օգուտները շարունակելով օգուտների թեման, բնականաբար վերանայել այն ինչ որ քեզ պակասում է, այն ինչ որ դու փնտրում ես։ Եվ դա քննարկել քո զույգի հետ, այսինքն կարիքների մասին, ակնկալիքների մասին, այն ինչ որ քեզ երջանկացնում, ուրախացնում է, այն ինչ որ բաց խոսել։ Այն մեր հասարակության մեջ դա կա, թե ոչ։ Դուք ավելի շատ եք շփվում այդ խնդրով մարդկանց հետ։ Բնականաբար, այսպես ասենք, մենք դեռ շատ ժամանակ պետք է մեզ, որպես հասարակություն, որ մենք կարողանանք սովորել իրար հետ խոսալ։ Այսինքն դա վեճի չվերածվի, դա քենի չվերածվի, դա հակասության չվերածվի, թշնամության չվերածվի եւ այլն եւ այլն։ Ես այստեղ օրինակ զույգեր գիտեմ, որ ամուսնալուծությունից հետո, այսինքն դավաճանության հիմքով ամուսնալուծությունից հետո շարունակում են իրենց կապերը, բայց ոչ որպես ամուսիններ։ Այսինքն ելքերը տարբեր են բնականաբար, իհարկե լավագույն ելքը չդավաճանելն է, բայց այդպեսի բան հնարավոր է։ Ոչ, հնարավոր չի։ Չզարմանաք իմ պատասխանից, բայց հնարավոր չի, որով 0 հնարավոր է մարդ կյանքի ընթացքում չդավաճանի, ես չեմ ասում, բայց հավանականությունը շատ քիչ է։ Տղամարդկանց մասին է, չէ՞ խոսքը։ Դժվար հարցեր մի տվեք ինձ։
Տղամարդկանց մասին է խոսքը։ Դժվար հարցեր տվեք։ Հետաքրքիր է այն է, որ հիշում եք մեր նախնական զրույցի ժամանակ էլ այդ պատճառները, երբ որ դուք նշում եք նեյրոհորմոնալ, գենետիկական, ես միանգամից հարցրեցի, ասեցի, այդ տղամարդիկ մտածել են իրենց արդարացնելու համար։ Լավ հարց էր։ Չէ, հարց դուր։ Տվեցի, տղամարդիկ դա մտածել են։ Շարունակեմ։ Այո։ Ես չեմ կարծում, որ տղամարդիկ չեն հորինել, սա գիտնականներն են վերլուծել սա, բայց էվոլյուցիոն տեսություններ կան եւ շատ հայտնի մարդիկ գիտնականներ վերլուծել են եւ հասկացել են տղամարդը իր սովորաբար սոցիալական կարգավիճակով ինքը մոնոգամ է, այսինքն եթե ամուսնանում է բնականաբար ունի մեկ կին, մեկ ընտանիք եւ մեկ պատասխանատվություն սոցիալական իմաստով, բայց սեռական իմաստով պոլիգամ է տղամարդը։ Այսինքն ինքը սիրում է մեկից ավել։ Եվ դա է պատճառը, որ այսպես ասենք, որոշ կրոններում առանց նշելու, որոնք եկել են քրիստոնեությունից հետո, իրենք ընդունել են բազմակնությունը։ Եվ այդ բազմակնությունը ընդունելով մարդու այդ կարիքները, տղամարդու կարիքները բավարարել են, այսպես ասած, եւ այդ կրոնը զարգացել է եւ այսօր աշխարհում բավականին մեծ հզոր դիրք է։ Իդեպ ինձ մոտ շատ հաճախ է հարց առաջանում, որն է ավելի ճիշտ, լինել անկեղծ եւ ասել, որ այո, ես ունեմ մի քանի կին, թե անընդմեջ խաբել այդ մեկ կնոջը եւ ապրել այն կյանքով, որը որ քիչ առաջ նկարագրեցիք այդ բազմակնության տարբերակով։ Դե շատ մենք նման հարցեր շատ սուր են նման հարցերի քննարկումը, այսինքն դժվար է ասել, նախ նորից եմ ասում, ցանկալի չէ։ Մենք մեր օրենքը նախ ընդհանրապես եւ օրենքը եւ կրոնը եւ մարդու եթե ասում ենք պոլիգամ լինելու էվոլյուցիոն այդ տեսությունը չէ որ մենք պետք է ընդունենք եւ ասենք եթե էվոլյուցիոն տեսությունը ասում պոլիգամ է, ուրեմն ընդունենք օրենք եւ պոլիգամ դառնա։ Այդպես չի լինում։ Ի վերջո պատասխանատվության հարց է նաեւ։ Այսինքն միայն էվոլյուցիոն տեսություններով առաջնորդվելու հարց չկա։ Պատասխանատվություն կա, բարոյականություն կա, օրենքներ կան, որոնց պետք է ենթարկվի։ Այո, բայց մենք այս դեպքում հայտնվում ենք փակուղու առաջ, հասկանում ենք, որ մենք ունենք այս պատասխանատվությունը, օրենքները, բայց մեր հասարակության մեջ այ անկեղծությունը ըստ իս շատ է պակասում։ Մենք անընդհատ ամեն հարցում եւ ոչ միայն այս թեմայի վերաբերյալ, անընդհատ ինչ որ բաներ ենք մեր համար հորինում եւ ապրում ենք այ ոչ անկեղծ, ոչ պարզ կյանքով։ Կարող ենք մենք այ այսպես առաջ շարժվել։ Ոչ։ Մենք փաստեցինք որպես հասարակություն, որ մենք խաբեության եւ վատ վիճակում ենք։ Եվ դա մենք բնականաբար զգացինք պատերազմից առաջ, պատերազմից հետո եւ շատ առիթներով։ Քանի որ այսօր շատ ենք բարձրացնում սուր հարցեր եւ խոսեցինք ոչ պարզ, ոչ անկեղծ մեր հասարակության մասին, ես կարծում եմ, որ մենք պետք է խոսենք ճիշտ եւ պետք է նայենք մեզ, փորձենք ուղղել մեր սխալները ու ուզում եմ հիմա հարցնել այն թեմայից, որը էլի վերջերս շատ մեծ քննարկում ստացավ։ Խոսքս հոգեբորականների մասին է։ Դուք էլ ձեր էջում անդրադարձել եք այդ թեմային եւ ես որոշեցի հարցնել ձեզ, քանի որ իսկապես այդ քիչ առաջ ձեր նշած այդ տղամարդու ամբողջ նկարագիրը ինձ մոտ միշտ հարց է առաջացել, թե ինչպես է հնարավոր լինել տղամարդ եւ խոստանալ, որ այլևս երբեք սեռական կյանքով չես ապրելու եւ պահել այդ խոստումը եւ ինչպես հասկացանք թեմաները, այսպես ասած, մեծ պայթյունով լցրեցին մեր հասարակությունը։ Որն է սրա պատճառը, ինչու սա տեղի ունեցավ։ Դե բնականաբար շատ ակտուալ հարց է եւ ես կարող եմ ասել, որ այո, հնարավոր է,
չզարմանաք իմ պատասխանին, հնարավոր է տղամարդը ապրի առանց սեռական հարաբերության։ Այո, հնարավոր է։ Բայց պետք է նախ գիտակցել ինչու համար եւ պատճառ հասկանալ եւ տվյալ անձնավորությունը դա 100% պետքա ընդունի այդ գաղափարը, որ ինքը չպետք է ունենա սեռական հարաբերություն։ Կոնկրետ տվյալ դեպքում հոգևորականների եւ ավելի ճիշտ կուսակրոն հոգևորականության մասին է։ Բնականաբար երթում են տվել, որբեսի լինեն, որբես սեռական հարաբերություն չունենան, կուսակրոն լինեն։ Այդ երթումը շատ դժվար պատասխանատվություն է։ Ես կարծում եմ, որ եթե գիտակցությունը մեծ է, հնարավոր է այդ երթումը պահել։ Իսկ թե ինչու են երթում տալիս, դա արդեն ուրիշ խոսակցության թեմա է։ Բազմաթիվ կրոններ, բազմաթիվ չասեմ, բայց կան ուղղություններ, որոնք համարում են, որ կուսակրոնությունը օգտակար կարող է լինել տվյալ ուսմունքի համար կամ տվյալ ուսմունքի տարածման համար։ Դուք նշել եք, որ շատ դեպքերում գայթակղվում են կանայք եւ այդ փաստը ինձ շատ էր հետաքրքրել, միգուցե մի փոքր թեման բացենք նաեւ կանանց համար։ Այստեղ տեսեք, առաջինը այն հոգևորականը, որը ճնշում է իր սեռական էներգիան, փաստորեն, բնականաբար սեռական էներգիան որպես էներգիա գոյություն ունի եւ շատ ատոմային էներգիայից նույնիսկ ավելի ուժեղ կարող եմ անվանել։ Հիմա այդ տվյալ անձնավորությունը հոգևորականը ճնշում է իր սեռական էներգիան։ Ընդունենք, որ ինքը իսկապես որոշել է եւ այդ վիճակում է։ Եվ կանանց տեսակետից, այսինքն կինը ընդունելով այդ հոգևորականին որպես միստիկ, որպես սուրբ, որպես բարձրյալ, որպես իշխանության ներկայացուցիչ, հոգևոր իշխանության իհարկե, բնականաբար կնոջ մոդել առաջանում է մի հատ ձեր հաղորդաշարի անվանումով ասենք, այդ արգելված տաբուն, այսինքն տաբուն կոտրելու գաղափարը առաջանում։ Եթե զարմանաք այսին խոսքերից կարող եք ուսումնասիրել եւ հասկանալ, որ կա նման բան, այսինքն գայթակղության պատճառը միայն տղամարդու մտքում կամ զգացմունքներում առաջացած վիճակը չէ, բայց կինն էլ է դրդում դրան, այսինքն կինը կարող է նման սիգնալ հաղորդել տվյալ հոգևորականին եւ տվյալ հոգևորականի մտքում առաջանա մի հատ կարծիք, որ եթե ինձ ուզում են, ուրեմն ես դեր կամ, ես դեր ապրում եմ, ես դեր տղամարդ եմ, ես դեր մարդ եմ, այսպես ասած։ Եվ կարող է դա առաջի խայձը կամ առիթը լինել այդ մտերմության, որը հետագայում կարող է սեռական հարաբերության վերածվի կամ ոչ։ Այսինքն այնտեղ շատ պատճառներ կան։ Կնոջ գործոնը պետք է հաշվի առնել անպայման։ Առանց կնոջ դավաճանություն ինչպես կարող է լինել։ Այդ դեպքում այս հարցը Բնականաբար առանց կնոջ չի կարող, թեման բավականին լայն է ուսումնասիրության համար եւ ես հասկանում եմ, որ ես անձամբ որպես մարդ մտածում եմ, որ միշտ հեշտ է մեղադրել։ Չեմ պատկերացնում, իսկապես չեմ կարողանում կարծիք կազմել, բայց ես տեսա, որ ձեր էջում հարցում եք անցկացրել եւ ոնց որ հասարակության մեծ մասը կողմ է ըստ այդ տվյալների, ըստ հարցվածների, չգիտեմ քանի տոկոսն են դրանք, բայց կողմ են, որ արգելքը հանվի եւ կուսակրոն քահանաները, այսինքն ինչ որ բան փոխվել է մեր հասարակության մեջ։ Տեսեք, բնականաբար ես որպես բժիշկ իմ նպատակը դա չի։ Ես այդ օրենքների փոփոխություն, կուսակրոնությունը վերացնենք, պատկերացրեք հասարակությունը իսկապես շատ սուր է վերաբերվում ցանկացած թեմայի, որը տաբու է, դու քննարկում ես, արդեն սուր են վերաբերվում։ Ես հարցը ուրիշ տեսանկյունից եմ ուզեցել ներկայացնել։ Պատճառը հասկանալով նման վիճակի, այսինքն նման կուսակրոնության ուխտի խախտման պատճառը իմանալով։ Ես դա պատճառը բնականաբար հասկանում եմ սեռական էներգիայի չբավարարել, այսպես ասած։
Եվ վերլուծություն եմ անում, որ ինչպես կարող են, անում են կամ չեն անում, սաստում են իրենց էներգիան կամ ոնց են վերաբերում այդ ատոմային ռումբին, ասենք, ինչպես են վերաբերում հենց հոգևորականները, ինչ են անում։ Որոշ ուսմունքներ կա, որտեղ որ այդ վերաբերմունքը տվյալ էներգիային իրենք մշակել են եւ դա կիրառում են։ Դա էներգիան պետք է սեռական էներգիան վերափոխել։ Վերափոխումը բերում է տվյալ դեպքում անջատվելուն, այսինքն դու անջատվում ես այդ էներգիայից, այդ էներգիան տարածում ես, չես թողում քո մտքի վրա ազդի։ Կամ կարողանում ես քո բոլոր էմոցիաները կառավարել ուղեղով եւ ոչ թե էմոցիաներով։ Ուղեղով։ Հիմա մի հատ հարց է առաջանում, որը ես միշտ մտածել եմ եւ այս ընթացքում երբ որ տվյալ հոդվածը հրապարակվեց, ես մտածեցի։ Մեր հոգևորականները, ես մեդիտացիա բառը չեմ ուզում ասել, որովհետեւ մենք ունենք հայերենում խոկում, խոկալ, դա նույն մեդիտացիան է, այսինքն մենք ունեցել ենք 4-րդ դարում, նույնիսկ դրանից առաջ մենք ունեցել ենք մեր հոգևոր կենտրոններում խոկալու արարողակարգ, հոգևորականները խոկալու դասընթացներ էին անցնում, եւ դա ինչի համար էր, որ դու կարողանաս այդ ամեն ինչը ճիշտ կազմակերպել, ճիշտ հասկանալ։ Իսկ հիմա ինչ են անում մեր հոգևորականները, ունեն նման սերվիս ծառայություն կամ նման ուսմունք, չկա, կարծում եմ չկա։ Որքանով որ գիտեմ։ Հա, այսինքն միջավայրն էլ ազդում բնականաբար, մեր հոգևորականները նախկինում, եթե ուզում էին ազատվել այս ամեն ինչից, իրենք նույնիսկ քարանձավային միջավայրում էին ապրում։ Դա իր հերթին նաև ճնշող էֆեկտ ուներ։ Մենաստաններում էին ապրում։ Իսկ հիմա մենք տեսնում ենք ամեն ինչ փոխվել է։ Հեռախոսը բնականաբար մշտական, ավտոն մշտական, հաճույքի վայրերը հասանելի, այս դեպքում շատ դժվար է այդ գայթակղության դիմանալ։ Այսինքն ինչ որ բան պետք է փոխել։ Մարդը ինքը պետք է որոշի, տվյալ հոգևորականը ուզում է, ուրեմն կթողնի իր այդ կոչումը կգնա այդ ճանապարհով, չի ուզում իր խնդիրն է։ Բայց պետք է մենք ճանապարհ ցույց տանք։ Այսինքն մասնագիտական նաև ինչու՞ չէ։ Ամաչելու խնդիր չկա։ Շատ գիտնականներ ոչ միայն Հայաստանում, դրսից կարող են գալ այդ դասընթացները կազմակերպել, սովորացնել, ինչու՞ չէ, հոգևորականը չպետք է սովորի։ Պետք է սովորի։ Բոլորը պետք է սովորեն։ Բոլորը պետք է սովորեն։ Մեր զրույցից ես հիմա հասկանում եմ, որ մեզ կյանքի բոլոր ոլորտներում ինչ որ բան, ինչ որ կարևոր բաներ մենք պիտի փոխենք։ Եվ շատ եմ հարցրել իմ զրուցակիցներին, ուզում եմ նաև այս հարցը ձեզ տալ։ Արդյոք ինչ որ մի բան պետք չէ փոխել նաև մեր ընտանեկան արժեհամակարգում։ Այսինքն այնպես ինչպես ապրել են մեր ծնողները եւ մեր նախնիները, այդ ընտանիքի մոդելը այլևս կարծես թե չի աշխատում։ Տեսեք, դուք քիչ առաջ բացատրում էիք, թե ինչից է առաջանում դավաճանությունը եւ նույնիսկ ասացիք, որ դա անհնար է, որ չլինի նման բաներ, բայց ես ամեն դեպքում փորձում եմ գտնել ինչ որ տարբերակ իմ գոնե իմ ուղեղում, որ դա մաքսիմալ քիչ լինի, մարդիկ իրար չխաբեն։ Ձեր կարծիքով հնարավոր է գտնել ընտանիքի մի այնպիսի մոդել, որտեղ երկուսը արդեն հասկացած կլինեն, որ բացի իրարից ուրիշ ոչ ոք պետք չէ իրենց, թե սա իմ երազանքի հետևանքն է։ Բնականաբար ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվում է, Մեր հասարակությունն էլ այս ընթացքում բավականին ճանապարհ է անցել, այն տաբուները, որոնք որ կան, այդ դրանցից պետք է ազատվել։ Հատկապես ես տղամարդու առողջության տեսակետից եմ ասում, որպես բժիշկ նաև։ Այսինքն տղամարդը ամեն ինչ չպետք է տղամարդուն ներկայացնել որպես ուժեղ միայն։ Տղամարդը կարող է լինել ուժեղ, բայց միաժամանակ փխրուն։ Այսինքն հասկացողություններ կան։ Տղամարդը կարող է նույնիսկ լացել։ Լացը թուլության նշան չէ։ Տեսեք, հասարակության այն տաբուներն են, որոնք որ միշտ կա։ Նոր տաբուներ են ստեղծվում, այսինքն տղամարդը պետք է
լինի հաջողակ։ Եղբայր, այս տղամարդը կոնկրետ այս տղան հաջողակ չի։ Նշանակումը տղամարդ չի, այդպես չէ։ Կամ տղամարդը միշտ պետք է պատասխանատու լինի։ Չի կարող տղամարդը պատասխանատու չլինել։ Այսինքն միշտ պատասխանատու կամ գործունյա պետք է լինի։ Կամ նման տաբուները իհարկե պետք է վերացնել, որովհետև այդ տաբուների միջոցով հասարակությունը կապանքների մեջ է լինում։ Եվ այդ կապանքների մեջ լինելով այդ հարաբերությունները բնականաբար տուժում են։ Այդ հարաբերությունների վրա պետք է աշխատել, այսինքն բաց հարաբերություններ ստեղծել։ Նույնն էլ կնոջն է վերաբերում։ Կինը 25-30 տարի առաջ որտեղ էր եւ հիմա որտեղ է։ Այդ ընտանիքում դերերի բաշխում է տեղի ունեցել։ Տղամարդը եւ դաստիարակությամբ երեխեքի զբաղվում է եւ բնականաբար հոգսերով ընտանեկան տարբեր ոչ միայն ֆինանսի կամ մատակարարն է տղամարդը։ Այսինքն այս դերերի ճշտումը կարծում եմ լավագույն միջոցն է եւ իհարկե բաց զրույց, բաց խոսակցություն ամեն ինչի մասին։ Ամաչել բնականաբար պետք չի։ Նույնիսկ սեռական խնդիրները ամեն մարդ իր կարիքները պետք է ներկայացնի, ինչ է ուզում։ Եվ նման քննարկումները մեզ կօգնեն հնարավորինս խուսափել այն անխուսափելիից։ Չեմ սիրում տարանջատել հայ կին, հայ տղամարդ։ Իմ կարծիքով տղամարդը է ամենտեղ, կինն էլ կին է։ Այ ուզում եմ ձեզ հարցնել, երբ որ ասում են մեկը մյուսին ասում է տղամարդ եղիր, ինչ են դրա տակ պատկերացնում եւ ո՞րն է ձեր պատկերացրած այն տղամարդու կերպարը, որ 21-րդ դարում ակտուալ է, իդեալական է, լավ է։ Ինչպիսի տղամարդ է պետք մեր հասարակությանը։ Գիտակից տղամարդ։ Գիտակցության շնորհիվ մենք կարող ենք այդ ամեն ինչը անել։ Կրթվելու, գիտակցության բարձրացման միջոցով կարող ենք անել։ Այն տաբուները, որ նշեցինք, այդ տաբուներից աստիճանաբար հրաժարվել, միանգամից չէ։ Տղան չի լացում, այն որ ասեցինք, այդպես չի լինում, տղան լացում է, տղան իր հույզերը ունի, իր խնդիրները ունի, այդպես միանգամից ամեն ինչը տղամարդուն վերագրել, որ տղամարդը ամենաուժեղն է, տղամարդը ամենահարուստն է, հիմա այդ տենդենսը կա, պետք է հարուստ լինել, չէ՞։ Չէ, այդպես է, այսինքն կարիերա պետքա ստեղծես, դու պետքա ուժեղ լինես։ Եղբայր չի կարողանում այդ մարդը կարիերա ստեղծի, ինքն էլ է տղամարդ։ Այսինքն այդ մոդելը չպետք է մենք մի հատ մոդել ստեղծենք եւ այդ մոդելի շուրջ մեր հասարակության տանենք։ Գիտակցության բարձրացումն է, որը մեր եւ կրթությունը մեր հիմնական ճանապարհն է։ Իսկ ինչ վերաբերում է հայ տղամարդ, հայ կին, ես բնականաբար դա չեմ ընդունում շատ, որովհետև այո, մենք ունենք մեր շատ որպես հին ժողովուրդ, մենք ունենք մեր պատմությունը, մեր ավանդությունները, կարելի է ավանդություններից կարճած մնալ, բայց նորովի ընդունել ամեն ինչ։ Եվ ես տեսնում եմ մեր հասարակության մեջ, մենք շատ արագ վերցնող հասարակություն ենք, շատ ճիշտ ենք անում։ Կարծում եմ, որ ամեն ինչ ճիշտ է, ված չէ։ Այսինքն բնականաբար մի քիչ էլ հետ սովետական այդ կարգավիճակը խանգարում է մեզ, այսինքն մի քիչ չենք հասկանում ինչ ենք անում, բայց կարծում եմ մեր ուղին ավելի շատ եվրոպական ուղին է, այսինքն ազատության ուղին է, ես այդպես եմ կարծում, մեր ժողովուրդը այդպեսին է, ինքը սիրում է ազատությունը, սիրում է վայելել։ Մի փոքր էլ մասնագիտական խոսենք, որպես մասնագետ տղամարդու առողջության հետ կապված ամենամեծ վախը ո՞րն է։ Բնականաբար սպասում էի նման հարցի, որովհետև դա ինձ շատ կարևոր է տղամարդկանց առողջության վերաբերյալ նաև կարևոր կետերի անդրադառնալ։ Տղամարդու առողջությունը բնականաբար ոչ միայն առողջության, ավելի շատ վախերը կամ սպառնալիքները կյանքի ընթացքում, դրանք ավելի շատ մենտալ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներն են, այսինքն այն տաբուները նորից տաբու ենք վերադառնում, այդ էլ ձեր հաղորդման շատ կարևոր մասն է, այդ տաբուների պատճառով տղամարդիկ շատ հաճախ ճնշվում են, այսինքն ճնշվում է զգացմունք
չարտահայտելուց, ճնշում է իր զգացմունքները եւ չի լացում, այդ միշտ ուժեղ, միշտ պատրաստ, միշտ հզոր լինելու գաղափարները շատ հաճախ ճնշում են տղամարդուն։ Եվ այդ ճնշվածությունը կյանքի ընթացքում իհարկե կարող է բերել կամ ասենք ինչ որ բանի չի հասնում իր կյանքի ընթացքում եւ ինքը հասարակությունը ասում է այ դու չկարողացար ես ինչ անել եւ այդ բոլորը ճնշվածություն են առաջացնում տղամարդու մոտ եւ կյանքի ընթացքում պետք է մտածել նաեւ սրա մասին ինչու են տղամարդիկ կախյալություններից կախվածություններ ունեն ավելի շատ քան կանայք Ինչ կախվածության մասին է ալկոհոլի, թմրանյութեր եւ այլն։ Դրա պատճառը բնականաբար նաեւ հասարակության այդ պահանջներն են տղամարդուց։ Նաեւ։ Բայց կանանց համար էլ կան տաբուներ։ Մենք խոսում ենք տղամարդկանց մասին, ձեր հարցը տղամարդկանց մասին է։ Դե ու ես ուղղակի որպես կին ուզում եմ հասկանալ, ստացվում է էլի, որ կանայք ավելի ուժեղ են, քան տղամարդիկ եւ կարողանում են պայքարել այդ ամենի դեմ։ Իսկ տղամարդիկ դա խեղդում են ալկոհոլի եւ մնացած։ Թույլ տվեք ես շարունակեմ տղամարդու առողջության գծով։ Տղամարդու այդ մենտալ կամ հոգեգան առողջության խնդիրները, այսինքն ստրեսը, դեպրեսիան, այս բոլորը սպառնալիքներն են տղամարդու առողջության։ Հաջորդ սպառնալիքը, որը նույնպես շատ կարևոր է, դա սեռական առողջության հետ կապված խնդիրներն են, որոնք չպետք է անդեսել, որովհետև ամենամեծ սպառնալիքը դա նույնիսկ 30 տարեկանից կարող է սկսել, այսինքն տեստոստերոնի անկումը, որոշ հիվանդությունների անտեսումը, որոնք կարող են տղամարդու մոտ առաջացնել լուրջ խնդիրներ սեռական առողջության հետ կապված։ Եվ բնականաբար, քանի որ նշեցինք, սեռական առողջությունը շատ կարևոր է զույգերի կյանքում, ապա դա էլ սպառնալիք կարելի է դիտարկել եւ բնականաբար սրանից տեստոստերոնի անկման ֆոնի վրա եւ ընդհանրապես տղամարդը ամենաշատ վախենում է իր սեռականությունը կորցնելուց։ Կինը անդրադառնան կանայք վախենում են իրենց երիտասարդությունը կորցնելուց, իսկ տղամարդիկ իրենց սեռական կարողությունը կորցնելուց։ Հետևաբար սեռական կարողության կորուստը կամ տղամարդու ծերացման process-ը տղամարդուց շատ վատ է տանում։ Ոչ թե վատ է տանում, որ իր տեսքը փոխվում է, ոչ վատ է տանում, որովհետև մտածում է, որ ինքը կարողա չկարողանա ինչ-որ բան անել։ Վերջերս ասել էի գործ անել կատակով, այնքան քննադատության ենթարկվեցի, այլ գործ անել չեմ ասի։ Բայց ամեն ինչ ունի իր լուծումը։ Ես միշտ լուծումը դիտում եմ որպես գիտակցության բարձրացում եւ առողջության վարքագծի փոփոխություն, այսինքն տղամարդը պետք է հասկանա, որ իր խնդիրները սկսում են ոչ թե 40 տարեկանից հետո գնա բժշկի, 20 տարեկանին գնա բժշկի։ Չզարմանաք իմ այս պնդումից, որովհետև կան խնդիրներ, որոնք 20 տարեկանում կարող ես հայտնաբերել եւ ուղղել։ Եվ կան խնդիրներ, որոնք չես կարող ավելի առաջացած տարիքում։ Եվ քանի որ մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, որտեղ ամեն ինչ շատ արագ է, տղամարդու համար առողջության վարքագիծը համարվում է սովորաբար անտեսող, սովորաբար հրաժարվող, սովորաբար ժամանակ չունեցող, ամեն ինչի ժամանակ ունի, բայց իր առողջության խնդիրների համար ժամանակ չունի։ Ես միշտ անդրադառնում եմ, նորից ձեր հարցը կնոջ հետ եմ կապում, կնոջ դերի բարձրացմանը տղամարդու առողջության պահպանման հարցում։ Սա շատ կարևոր է իմ համար, քանի որ մեր կանայք շատ ուժեղ են, շատ լավն են, իրենք կարող են առաջնորդել իրենց տղամարդկանց դեպի բժշկական հետազոտություններ, դեպի ճիշտ վարքագիծ առողջության։ Եթե ուզում ես լավ ընտանիք ունենալ, առողջ ընտանիք ունենալ, հարաբերությունները նորմալ պահպանել, ուրեմն մտածիր քո ամուսնու առողջության մասին։ Երբ սա ասում եմ, կանայք, որոշ կանայք բնականաբար ասում են, բա մեր մասին ով մտածի։ Ձեր մասին ձեր ամուսինը պետք է մտածի։ Բայց ես գիտեմ դեպքեր, երբ որ կինը ոչ մեկ անգամ բազմիցս ամուսնուն ստիպում է, որ գնա բժշկի, որտեվ կա խնդիր, բայց ամուսինը հրաժարվում է, որովհետև երևի թե չի ցանկանում անգամ ինքը իրեն խոստովանել, որ այդ խնդիրը կա։ Այնպես որ շատ դժվար է, բայց ուրեմն լավ չի ստիպում։
պետք է այդպես բացատրենք։ Փաստորեն էլի կանայք են մեղավոր։ Ոչ միայն։ Սիրելի կանայք, ուշադիր եղեք ձեր ամուսինների նկատմամբ, քանի որ ձեզանից է կախված նրա առողջությունը եւ ձեր ընտանիքի ամրությունը։ Ճիշտ է։ Եվ երջանկություն։ Եվ երջանկությունը։ Դե ինչ, այսօրվա մեր զրույցը մասնագիտական էր եւ կարծում եմ շատ կարեւոր բոլորիս համար։ Այնպես որ բաժանորդագրվեք Տաբուի YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողեք մյուս հետաքրքիր թողարկումները։ Կհանդիպենք։ Մեր գործընկերն է Կինեագինին։ Այն ունի ոչ միայն հրաշալի համ, այլև հոգի։ Համտեսիր Կինեան։ Զգա գինու հոգի։